Մեզ ընդունեց դեսպանատան ներկայացուցիչը, մենք նամակը հանձնեցինք, նրանք մեզ վստահեցրեցին, որ իրենք էլ ուշի ուշով հետևում են այս գործընթացներին եւ նրանք էլ ակնկալում են արդար հանգուցալուծում գործընթացի եւ հավաստիացրեցին, որ հենց այսօր նամակը կփոխանցվի պարոն դեսպանին, նամակը մենք նաեւ ուղարկել ենք էլեկտրոնային տարբերակով եւ հուսանք, որ այս ամենը նաեւ դիվանագիտական կորպուսը իր խոսքը կասի այս գործընթացի վերաբերյալ եւ հուսանք, որ այն պիտի ի վերջո արդարացի հանգուցալուծում ստանա, պահանջեր, որպեսզի դիվանագիտական կորպուսը նաեւ հետամուտ լինի, հետևի այս գործընթացներին եւ իր խոսքը ասի։ Այսօր մենք պետք է փաստենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության գործունեության տարիներին մենք բազմաթիվ անգամներ պարոն Գագիկ Ծառուկյանի հետ այցելել ենք Իրանի դեսպանատուն տարբեր առիթներով, դրանք եղել են եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար ազգային տոներ, ինչպես ասում են, ուրախ միջոցառումներ, նաեւ ցավոք սրտի դժբախտությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը միշտ իր թիմի հետ եղել է Իրանի բարեկամական մեր ժողովրդի կողքին եւ մենք այսօր ուզում ենք հավատալ, որ հետագայում նաեւ մեր հարաբերությունները շարունակվելու են եւ մեր բարեկամական հարաբերությունները պետք է ամեն ինչ արվի, որպեսզի չխաթարվի այս ամեն ինչի, ինչպես ասում են, ֆոնին, որովհետեւ մենք դարեր ի վեր իրանցի մեր բարեկամ ժողովրդի հետ բարեկամներ ենք, ընկերներ ենք եւ իդեմս Գագիկ Ծառուկյանի այդ բարեկամությունը, այդ ընկերությունը պահպանվել է կապված բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ։